Արդյոք Հիսուս Քրիստոսը կարող էր ողջ մնալ չարչարանքներից հետո։ Այսօր կխոսենք մի հարցի մասին, որը հաճախ առաջ է քաշվում թե քրիստոնեության քննադատների եւ թե հավատացյալների կողմից։ Արդյոք հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսը ողջ մնար այն չարչարանքներից հետո, որոնք կրեց խաչելությունից առաջ եւ դրա ընթացքում։ Բոլոր 4 ավետարաններն էլ վկայում են Հիսուսի չարչարանքների մասին։ Նա ձերբակալվեց Գեթսեմանի պարտեզում, տանջվեց գիշերվա ընթացքում անքնությամբ, անընդհատ հարցաքննություններով ու ծաղրանքներով։ Իսկ հաջորդ օրը սկսվեցին նրա դաժան չարչարանքները։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել, իսկ զինվորները փշե-փսակ շինելով դրեցին նրա գլխին եւ ծիրանի զգեստ հագցրին։ Ամերիկացի հայտնի աստվածաբան եւ քրիստոնեության ապոլոգետ Ջոշ Մակդաուելը իր վճռական վկայությունը գրքում հռոմեական գանակոծման մասին ասում է հետևյալը. Դատապարտյալին բռնի մերկացնում էին, հետո կապում դատական ատյանի առջև եղող սյունից։ Այնուհետև սկսվում էր դաժան մտրակումը։ Հրեաները սահմանափակել էին մտրակման թիվը հասցնելով 40-ի, սակայն հռոմեացիները այդպիսի սահմանափակում չունեին, եւ մտրակումների թիվը կախված էր մտրակողի ողորմածությունից։ Այդ դաժան գործիքը, որով մտրակում էին դատապարտյալին, կոչվում էր ֆլագրում։ Կարելի էր հեշտությամբ տեսնել, որ մետաղից եւ ոսկորից պատրաստված երկար եւ հաստ կտորները բսկտում էին մարդու մարմինը։ Եկեղեցական պատմիչ Եվսեբիոս Կեսարացին հռոմեական գանակոծման մասին ասում է հետևյալը. Տառապյալի երեքները ցցվում էին, եւ նրա մկանները, ջիլերը եւ ներքին օրգանները ենթակա էին պայթելու։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Հիսուս Քրիստոսը միայն այդ դաժան գանակոծումից հետո արդեն իսկ մահամերձ վիճակում էր։ Գանակոծումից հետո նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին ու հարվածում էին գլխին, եւ այդ հարվածներից փշերը խրվում էին նրա գլխի մեջ։ Հետո նրան ստիպում են կրել խաչը մինչև Գողգոթա։ Նա այդ ընթացքում արդեն այնքան արնակամ էր եղել, որ ճանապարհին ուշագնաց է լինում, եւ Սիմոն Կյուրենացին է փոխարինում նրան խաչը տանելու գործի մեջ։ Իսկ հիմա եկեք խոսենք խաչելության մասին։ Ըստ հռոմեացի պատմիչ Ցիցերոնի, խաչելությունը հին Հռոմի ամենադաժան եւ նողկալի մահապատիժն էր։ Խաչելությունը ամենադաժան եւ նողկալի պատիժն է, եւ խաչի հիշատակումը պետք է հեռու լինի ոչ միայն հռոմեական քաղաքացու մարմնից, այլև նրա մտքից, աչքերից եւ ականջներից։ Հին Հռոմում խաչելության էին դատապարտում բացարձակապես օտարազգի կամ հռոմեական գաղութների ներկայացուցիչներին, որոնք ամենազազրելի հանցանքներն էին գործում։ Սակայն օրինակ Հռոմի քաղաքացիների դեպքում այս պատիժը չէր կիրառվում։ Հենց դա էր պատճառը, որ Պողոս Սարաքյալին, որը Հռոմի քաղաքացիություն ուներ, գլխատեցին, այլ ոչ թե խաչեցին։ Ըստ հրյա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի, խաչելության ժամանակ դատապարտյալները մահանում էին դանդաղ եւ տանջալից մահով։ Հովսեփոսը վկայում է, որ խաչելությունը դաժան եւ հրապարակային մապաճի ձև էր, որն օգտագործվում էր որպես ահաբեկման միջոց մարդկանց մեջ։ Ամերիկայի բժշկական ասոցիացիայի JMA-ի հետազոտողները 1986 թվականին հրապարակել են մի նշանավոր հոդված վերագրված Հիսուսի ֆիզիկական մահը։ Այս հոդվածում հեղինակները բժիշկներ Ուիլյամ D. Էդվարդսը, Ուեսլի Ջի Գաբելը եւ Ֆլոյդ Հոմսերը մանրամասնորեն վերլուծել են Հիսուսի չարչարանքներն ու խաչելությունը, օգտագործելով պատմական, բժշկական եւ աստվածաբանական աղբյուրներ։ Այդ հետազոտությունների ընթացքում նրանք եկել են հետեւյալ եզրակացություններին։ Հիսուսը ենթարկվել է հռոմեական խարազանման, ֆլագելացիայի, որը կատարվել է մտրակով, ֆլագրումով։ Այս մտրակը բաղկացած էր մետաղական կամ ոսկրե կտորներով հագեցած կաշվե ժապավեններից, որոնք յուրաքանչյուր հարվածով պատռում էին մաշկը եւ մկանները, հաճախ հասնելով մինչև ոսկոր։ Այս դաժան խարազանումը հաճախ հանգեցնում էր հիպովոլեմիկ շոկի, արյան զգալի կորստի պատճառով։ Խաչելության ժամանակ Հիսուսին մեխել են խաչին, ձեռքերից եւ ոտքերից։ Այս դիրքում մարմինը կախված էր, ինչը դժվարացնում էր շնչառությունը։ Ամեն անգամ շունչ քաշելու համար անհրաժեշտ էր բարձրացնել մարմինը ոտքերի վրա հենվելով, ինչը առաջացնում էր սուր ցավ։ Այս գործընթացը հանգեցնում էր շնչառական անբավարարության եւ աստիճանաբար շնչաեղձության։ Հետազոտողները եզրակացնում են, որ Հիսուսի մահվան հիմնական պատճառը եղել է հիպովոլեմիկ շոկը արյան մեծ կորստի հետևանքով եւ շնչառական անբավարարությունը խաչի վրա գտնվելու դիրքի պատճառով։ Դրանից բացի ավետարաններում նշված է, որ Հիսուսի կողքը խոցվել է նիզակով եւ դուրս է եկել արյուն եւ ջուր, ինչը վկայում է սրտի շուրջ հեղուկի կուտակման մասին, այսինքն պերիկարդիալ էֆուզիայի։ Սակայն զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը եւ իսկույն արյուն ու ջուր ելավ։ Աստվածաբան եւ փիլիսոփա Մայքլ Գրինը այս դրվագի մասին ասել է հետեւյալը.
Կամ Հովհաննես առաքյալին առաջին դարում հայտնի էին բժշկական այնպիսի գիտելիքներ, որոնք բացահայտվելու էին դարեր անց, կամ Հովհաննես ուղղակի գրել է այն, ինչին իրոք ականատես է եղել։ Այս ամենից հետո Հիսուս Քրիստոսի ողջ մնալու հավանականությունը բառի բուն իմաստով անհնար է։ Սակայն եկեք պատկերացնենք, թե ինչ որ մի հրաշքով Հիսուսը չէր մահացել խաչի վրա եւ դեռ ողջ էր, երբ նրան գերեզման դրեցին։ Նիկոդեմոսը, որը առաջին անգամ գիշերով էր Հիսուսի մոտ եկել, հալվեի հետ խառնված մոտ 100 լիտր զմուրձ բերեց։ Վերցրին Հիսուսի մարմինը եւ ըստ հրեաների սովորության պատեցին կտավներով ու խնկերով։ 100 լիտր զմուրսի քանակը հավասար է մոտավորապես 30-ից 35 կիլոգրամի։ Այսինքն Հիսուսի մարմինը ծածկվել է ծանր, խիտ, խեժանման նյութերով, որոնք օգտագործում են, որպեսզի մահացածների մարմինները չքայքայվեին։ Եթե Հիսուսը ողջ մնացած լիներ, ապա այդքան նյութով ծածկված լինելը կստեղծեր շնչահեղձման պայմաններ, իսկ շարժվելու կամ ինքնուրույն փրկվելու հնարավորությունը զրոյական էր։ Ի տարբերություն եգիպտացիների, հրեաները չեն մումիաֆիկացնում մարդկանց, այլ կծկում են դիակը, ծածկում են բուրավետ խեժերով ու կտավով ու ամուր փաթաթում։ Դա նշանակում է գլուխը, ձեռքերն ու ոտքերը կապված էին, մարմինը գերտակության տակ։ Հիսուսի մարմինը դրեցին փակ քարայրի մեջ, ծանր քարը գլորելով մուտքը փակելու համար։ Եթե նա կենդանի լիներ, նա չէր կարող շարժվել, որովհետև կապված էր։ Նա չէր կարող շնչել, որովհետև խեժով ծածկված էր։ Նա չէր կարող քարայրից դուրս գալ, քանի որ քարայրի դուռը փակված էր։ Այս բոլոր գործոնները միասին բացառում են Հիսուս Քրիստոսի կենդանի մնալու հնարավորությունը։ Ինչպես տեսնում եք, Հիսուս Քրիստոսի ողջ մնալու վարկածը անհնար է։ Հիմա այսքանից հետո եկեք տեսնենք նրա ողջ մնալու վարկածը պնդող մարդկանց տրամաբանությունը։ Դաժան ծեծ, մարմինը քրքրվել, գումարած խաչելություն, ձեռքերը ու ոտքերը մեխել, գումարած նիզակը մտցնել կողքը, արյուն ու ջուր հոսել, գումարած արնակամություն, մարմնից մտրակման պատճառով, գլխից փշե պսակի պատճառով, ձեռքերից ու ոտքերից մեխերի պատճառով, կողքից նիզակի հարվածի պատճառով, գումարած խաչից իջեցնել ու մի քանի ժամ օգնություն ցույց չտալ, գումարած 100 լիտր զմուրսի մեջ փաթաթել, խնկի հոտ, հալվեի հոտ, կծվություն, հավասար է 3 օր անց ողջ առողջ ոտքի կանգնել ու աշակերտների հետ ճանապարհ գնալ, շփվել, սնվել, առույգ ու թարմ հարություն առածի տպավորություն թողնել։ Կարող էր Հիսուս Քրիստոսը ողջ մնալ այսքանից հետո, եզրակացությունը թողնում եմ ձեզ։